Ղազորի գլխավոր մարզահամալիրում հյուրընկալել եմ UFC հայ մարտիկ Արման Ծառուկյանին, ով այս օրերին մարզումներն անցկացնում է հենց այստեղ։ Արման, ողջույն, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Արդեն մի քանի օր է Ղազորի գլխավոր մարզահամալիրում ես մարզվում, ինչ կասես ընդհանրապես Ղազորի մարզահամալիրի մասին, քանի որ եղել ես աշխարհի երևի լավագույն մարզահամալիրներում, սպորտ կոմպլեքսներում։ Ես վերջի անգամ 6 տարի առաջ եմ ստեղ եղել, շատ դուրս եկել էր, ու այտենց չէր ստացվում գալը, ու իմ ընկերս Արսեն ասեց արի մեր հետ մի հատ զբոր արա, պարզարու ես սիրում եմ բարբեն, շատ եմ անում, վոլն է բարբան, ու եկած թե շատ բան փոխվել է 6 տարվա մեջ, ես ռեստորանը, բասեինը, համարները, շատ բաներ է փոխվել ու զալերը մաքուր, սիրուն, մեծ ու անտառի մեջ ես, դա ամենակարևորն է, որ մարդ չի գա, տենա քեզ, մի քիչ հեռու է Երևանից ու այս մեդիան նկարվել է ժողովուրդը շատը քաղաքի մեջ որ պարապում է, մի քիչ էներգիա ստանում է, բայց դե մարդ չկա, ով ուզում է նկարվի, խոսա, չգիտեմ, մի հատ վիդեո հանե, հարմար է ինձ համար պարապելը։ Ինչ է տալիս ընդհանրապես Հայաստանում մարզվելը կամ ընդհանրապես Հայաստան գալը։ Ամենակարևորը դա ուտելիքն է, ստեղած ուտելիքը շատ ուժեղ է, երկրորդն է այս օդը, մենք 2000 մետր ենք ծովից, դա շատ կարևոր է, ստեղ որ մենք կարանանք նույն աբյոմը անենք, այդ 5 ռաունդը, ստեղ որ կարանանք շնչամ լավ, ընդե որ էտամ, ընդե վաբշե հեշտ կերն, հետո համար ստեղ կարևոր է պարապելը, ու ստեղ դժվար է պարապելը, ստից որ էտում եմ Երևանում ավելի հեշտ է պարապելը, որովհետև 2000 մետր է, դա կարևոր է ու շատ լավ բաներ է տալի։ Արման, մարզվել ես եւ մարզվում ես համաշխարհային մակարդակի մարզիկների հետ, այստեղ Ղազորի գլխավոր մարզահամալիրում մարզվում ես ըմբշամարտի հավաքականի հետ։ Ինչ է տալիս քեզ այդ մարզումները։ Ես իմ կամանցա եմ ստե, բարեսներն են ստե, հետները խաղ եմ խաղում, բարբա եմ անում, բայց այտենց իմ թիմսա է ստե, 10 հոգով ենք մենք, երկու անգամ շաբաթ ես բարբա եմ անում, մյուս օրերը սաղ այդ MMA-ա, բոքսա, քիքբոքսա, գրեփլինգա, որովհետև ես MMA բայец եմ, սաղ պետք է անել, բայց մեր բարեցները լավ ինձ օգնում են ու ցույց են տալի լավ տեխնիկաներ, որովհետև կարա MMA-ի մեջ լավ աշխատի։ Արման, վերջերս չէր բացառել, որ հնարավոր է մասնակցես Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին, որքանով է սա իրատեսական։ Չէ, դա սուտ է, որովհետև ես իմ ուկլոնս MMA-ա, ուզում եմ ես չեմպիոն դառնամ ու ինչքան շատ կարանամ այդ պոյսը պայեմ ու հետո թողեմ այս սպորտը։ Որ ես դառնամ օլիմպիական չեմպիոն, դա ես թողեմ MMA-ն ու ամեն օր անեմ դի բարբեն, բայց ես ժամանակ չունեմ ու այդքան հավեսը չունեմ։ Այսինքն UFC չեմպիոնական գոտին նվաճելուց հետո այլևս Արման Ծառուկյանին չենք տեսնի խաղը մենամարտերում։ Տեսնելու եք, հենց MMA-ի մեջ եք շատ տեսնելու ինձ, ես ուզում եմ սաղ ռեկորդները անեմ UFC-ի մեջ, հետո արդեն թողեմ։ Հենց ռեկորդները խփելուց հետո, չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո։ Հետո արդեն ես ուզենամ վայելեմ ես կյանքը, լավ հաց ուտեմ, քաշ գցեմ, չպարապեմ, ինչ եմ էլի ուզում անեմ, ու աշխարհը տենամ։ Խոսք գնաց UFC չեմպիոնական տիտղոսը նվաճելու մասին, մեկ անգամ չէ որ հայտարարել ես քո գլխավոր նպատակը հենց դա է, իսկ երկրպագուներն անամբեր սպասում են քո կարծիքով երբ վերջապես Արման Ծառուկյանը կնվաճի UFC չեմպիոնի տիտղոսը։ Համի BMF տիտուլը ես կապնեմ, այդ BMF-ից հետո արդեն իսկական տիտուլ է։ Այս BMF-ն է ինձ համար մեծ բան է, բայց երևի տիտուլի կապնեմ հունվարին։ Կրեմորայս մյուս մենամարտից։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբերին հնարավոր է մենամարտ, ռևանշ մենամարտ Չարլզ Օլիվիերայի հետ, որքանով է սա իրատեսական։ Հա, խոսում ենք այդ բոյի համար, հենց կոնտրակտը չեն ուղարկել, բայց երևի է եղնի Ամերիկա, Լոս Անջելեսում սեպտեմբերի 19-ին։ Դա կեղնի Չարլզ Օլիվիերայի դեմ UFC BMF-ի տիտուլի համար։ Արման, հատկապես Միացյալ Նահանգներում քո մենամարտերին շատ հայ երկրպագուներ են ներկա լինում, ինչ կասես այս մասին եւ ինչքանով են նրանք ողջևորում։ Դա մեծ մոտիվացիա է տալի
ու Ամերիկայել LA-ում որ կպնեմ համարյա էդի երկրորդ Երևանը դեղնի հայությունը շատ է ընդե ու լավ պատերժկա են տալի, լավ մոտիվացիա են տալի ու բոյի ժամանակ ելնում ես զգում ես այդ էներգիան ու քեզ ինձի ուժ է տալի։ Հնարավոր է որ մի օր Երևանում տեսնենք մենամարտ անցկացնելիս, ոչ թե գրեպլինգ կամ ումշամարտ, այլ խաղը մենամարտերում։ Հնարավոր է, ինձի թվաց է այդ եղնի կարող է մի 3 տարուց, 2-3 տարուց կարա եղնել։ Բայց մենք ունենանք դե մեծ զալեր, օրինակ 12-16,000 հոգի։ Նայն կարող է ֆուտբոլի դաշտի մեջ էլ կարան սարքեն։ Ցանկություն կա ամեն դեպքում։ Հա, իրանք ուզում են անեն մյուսը եթում են Կազախստան, Ուզբեկիստան, Վրաստան, ըստ այսօր չեմպիոն դառա արդեն գանդի Հայաստան։ UFC-ի մասին է խոսքը։ Հա, UFC-ի մասին է խոսքը։ Զրուցակիցս UFC հայ մարտիկ Արման Ծառուկյանն էր, Արման, շնորհակալ եմ։ Մերսի Աղթում ենք հաջողություն։ Օբրեք, դեզել։